Ինչ եք կարողանում գնել այդ ստացված թոշակով։ Ամռանը միգուցե ինչ որտեղ մի կերպ կարելի է, բայց արդեն ձմռանը երբ տաքած ջրոցման խնդիրներ են առաջանում, ստիպված պարտքեր են կանում, օգնություն խնդրում եւ այլն։ Իսկ 20% հետ վճարի մասին ինչ կարծիք եք։ Դա մուրացկանություն է, պետք է դա չլինի։ Ճիշտը նա է, որ բարձրացվի, որ մարդը իր հնարավորություն ունենա իր նախասիրություններով, իր ուզածով առևտուր անի։ Որտեղ շատ տեղեր կան, առավել ևս դեռևս կան մարդիկ, որ քարտով չեն անում։ Պատճառաբանում են, որ հոսանքը չկա կամ ինտերնետ չկա, չգիտեմ, գծի խնդիր կա եւ այլն եւ այլն։ Հենց որ դա հարցի լուծում չէ, այսպես ասած։ Վանաձորում քարտով միայն սուպերմարկետներում, մեծ խանութներում կարող եք։ Կա, բավական խանութներում, ընթացքում ուղղակի մահան են բռնում, անեն չի որ բողոք ես, ենթադրենք ասում, վայ, այս պայն հնարավոր չէ, անեն չի որ հրաժարվում։ Պարզ է իհարկե խորամանկություն անում, բայց մարդկային առումով չես ցանկանում վատություն անում։ Իսկ ինչքան գումար լինի, որ բավականացնի։ Նորմալ ապրելու համար մինիմում 50% կավելանա։ Այսինքն որպես մինիմում։ Այսինքն մոտավորապես 60-55-60 հազար ստացողներին է, գոնե պետք է մոտավորապես 75-90 հազար դառնա, որ չեմ ասում, էլի իհարկե խնդիրներ կունենան, բայց գոնե կգոյատեն։ Հազիվ հասցնենք մոտոր ցամաքացելի ինձ կողքից դե գորմոր դալապ դες կարմես աշխատվեց դե չէ դες սովս կոտոր եկել մոտոր այդ բանկի փողերը վեկանան իրանց սովարեցին ու չեն կան ոչ մի ձևի հետ բերինք հմիկ հետո կոստակ ճանաչմեք երեխես էլ հիվանդացավ գնացինք տոկոսով փող վեկանանք հմիկ 700-800 հազար դարձերին 3 միլիոն են սարքում Հիմար չգիտի ոնց անի, դուք բանկերը մասպես կանգնացրեք, որ խոսքը կայնանք։ Այդ տոկոսը գոնե մայր գումար անանենք, տանք, ասում են չէ, չի լինի։ Դե ներվայնացած հոգեկան վիճակով ապրում ենք։ Օրորի ոնց որ գնալով ավելի ենք վատին գնեմ, դաժե մարդու դաժե ապրելը չի գալի այս ձևի պայմաններում, որ խոսքի մարդ ապրում է ու շնչում է։ Կոմունալներին հազիվ հերիքում է։ Ընտանիքում ունեք աշխատող։ Չէ, էլի թոշակար ուղղակի լիսան էլ է թոշակարում։ Նվազագույն կարիքներին բավականացնում է։ Կարիքներին բավարարում է, բայց եթե ուզենաս կողքից անես չես կարող։ Սնունդ, կոմունալ, հագուստ, ամեն ինչին բավականացնում է։ Հագուստը հանեք, կոմունալ ու նվազագույն կարիք։ Ոչ մի բան էլ դերեք չի Իսկ տանը աշխատող ունեք, թե միայն ձեր թոշակ։ Ոչ, միայն թոշակ։ Ինֆրակտ ինսուլտ եմ ստացել։ Դերից հերիք չի։ Ինչքան է ձեր թոշակը։ Ես ավես միջև կյանքից վերջը աշխատել եմ 65 Անչունեմ, չի երեքում ու վերջ։ Տեղ ենք առնամ, կոմունալ ենք տալիս, տակին ինչ անեմ։ Իսկ վերջին այս առողջապահական ապահովագրության բարեփոխումից Դե տեղերը ստանում եմ, ճշմարտ դեղ, ես պերիոդիկ եմ, կոլխիցին եմ ստանում։ Բոլոր դեղորայքը ներառված է ծրագրում, թե կան։ Դե ինչ կա, ստանում եմ արվածա, մենակ ասենք մեկը չկա։ Դա ես եմ առում։ Ինչին է բավականացնում կենսաթոշակը։ Տեղերին մեկել հացին, ուրիշ ոչ մի բան։ Կոմունալ վճարները ինչպես է կանում։ Դա արդեն
Երեխեքն են անում։ Եթե մենակ ապրեիք, այդ գումարով չէիք Եթե տեղալ։ մենակ ապրեի, կարող է սրանից մի 3 ամիս առաջ, 4 ամիս առաջ մի եղածա։ Էլ ինչ կասեք։ Էլ ինչ ոչ մի բան, լավ բան չկա։ Ոչ մի լավ բան չկա։ Իսկ օրինակ ինչքան լինի այդ գումարը, որ նվազագույն կարիքներին Դե բավականացնի։ ենթադրենք ես մենակ լինեի, չէ՞, նոր դույց հարցը տվեցի։ Կոմունալ վճարները։ Ասենք այն սովետի ժամանակվա նորմալ ապրիլը։ Ինչքան է մոտավորապես այդ հաշվարկը արեք ու դու ինձ կասեք, հա։ Դուք ձեզ համար ինչքան գումար լինի, որ կարողանաք։ Մինիմալը 100, մինիմալը, մենակ ինձ համար։ Մինիմալը։ Լա դեղերն էլ էլի մի բան, մի պակաս կասենք։ Որովհետև դեղերը արդեն ցարսափել են ցանկացել։ Գումարը, որ հիմիկ անձամբ գցել են թոշակառուների վրա, դա չի հերիքը։ Ինչքան էլ ուզում ալի, իմ ստացածից 45,000-ը, կհերիքի չէ, էդ մի երկու օրվա բանա, խարջելը, որ ասենք, թե վերջացնենք, ինչ ասենք, թող մոտորը ասում են, թե վերևաստված թող ժողորդին բայ, հետո էլ խաղաղություն թող ալնի, ժողորդը աշկունքը թող բացվի, չի բացվում։ Հա, հերիքը մա, 39,000 դրամ թոշական ճիշտ հերիքի, տան վարչին, կոմունալին, թեհլե իմ ամսվա հացի փող, ոչ մի բանի, բայց էլի պարկասու հետ 2,000 քան դրամն էլ հլե Նիկոլա ավելացրեց, ես Նիկոլից գոհ եմ, եմ ոչխարներից են թալանչիներից զզվում եմ, շատ վատ է ժողովրդի պայմանները, նմանավանդ բանաձորում, դու ստեղացի ես, ինակը գիտենաս, որ շատ վատ աստյան վիճակ ադրճան։ Չէ, աղջիկ ջան, ոչ մի բանն էլ չի բավականացնում։ Կոմունալներ ենք վճարում, ամեն ինչը թանկ։ Հրապարակից մինչև հիմա եկել եմ ամուճար դեղ են նշանակի, որ դեղել եմ կամ ասում եմ ծրագիրը չկա, կամ ասում եմ այդ դեղը չկա, կամ ցենց կամ ոտնը ես կոտրելով էսա տունեմ գնեմ, այդ մեկ։ Թոշակները շատ քիչ է։ Ոնց հերիքի ազիս։ Եթե մարդը 37,000 մինիմալ ստանում է, ոնց հերիքի։ Այդքան բան։ Իսկ այդ 20% հետ վճարից ինչ կասեք։ Ես լադեր չեմ օգտվում, որովհետև ես կոմունալները բանը վարկեր եմ ուտում, բանկերը չեմ կարամ ես։ Կոմունալ բարձրը տարից ընտակը բան չմնում։ Մենակ եք ապրում, թե ընտանիքով։ Մենակ։ Մենակ, ոչ մեկը մոտս չկա, ոչ մեկը վրեժ չկա կրակ։ Ես մենակ եմ աղջիկ ջան։ 85 տարից կլրանա, ես մարդը դուսկա, մարդը դուսակի, փետրվարի 12-ին 85-ից լրանամ։ Տվածներն ինչա, իմ թոշակը 51,000 դրամ փող է, ես ոչ մի կոպեկ չունեմ, ոչ մի չի տալի։ Իսկ առողջապահական ապահովագրության այս վերջին բարեփոխումը թեթևացնում է ձեր։ Չեմ գնամ ոչ մի ապահովագրություն տարապելով մնում եմ։ Ուր գնամ բալի, ծրեն, գալիս եմ 10 դեպի օրորվում եմ, գլխապտույտ ունեմ, տեղս չեմ գտնամ։ Նվազագույն թոշակը 37,500 դրամ է։ Ու ես մի քիչ բարձր եմ ստանում, բայց այն չի ինչքան որ ասենք պիտի մենք եթե օրական բաժանեմ, օրը 1000 քանի դրամ գումար է գալի։ Արդյոք հերիք է։ Ես Ռուսաստանի ապրեմ, ռուսական 1000 ռուբլով 2 օր կարա ապրեի։ Մի ռուսականը վեր են կացել դրամի, գալիս է մի 4000 քանի դրամ։ Արդյոք կարանք մի ընտանիքի 2 օր պահենք։ Չեն կարող, չէ։ Հայաստան ամենաթանկ երկիրն է կարելի ասել աշխարհի մեջ։ Բայց ժողովուրդը չի նկատում։ Իսկ 20% հետ վճարի մասին ինչ կասեք։ 20%-ը գիտեք ոնց է։ Ես ինքս գրագից գլացի մարդ եմ,
ասենք այն կարգի մարդ չեն, որ ասի բատես թոշակը բարձրացավ, չի բարձրացել թոշակը։ Դա տնտեսվարողների վզին 20% ադրել նրանց գումարը գալիս է մեզ։ Կառավարությունը Իրանից ոչ մի կապեկ չի տալի բնակչին, ոչ մի կապեկ։ Թոշակառուների բանակը 500 քանի հազար։ Ու ինքը Նիկոլը լավ գիտի, որ այդ եկա հսկա մարդիկ, եթե հանկարծ ընտրությունների ժամանակ ձայն տվեցին, իհարկե իրան մինուս է գալու։ Գոնե դրական բանանի կայնա տեղից որոշ չափով էլի ձայն կայնա փախցնի, եթե կարենա, բայց չի անում։ Ասում է 10,000 դրամ տամ, այդ թոշակառուն ինչ պետք է անի, արդյոք ունի այդ գիտակից խելքը, որ 10,000 դրամը իր վրա կարա ծախսի։ Իսկ իր կնգամենակ գլխի հետ շլապկեն ոտերել էր, 40 քանի հազար դոլարանոց գլխակ էր դնում։ Իրակին ունի այդ գիտելիք ինչքան ես։ Ես իր նման կառավարիչներին կարամ դաս տամ, ոչ թե ասենք նստեն թոշակի հույսին մնանք ապրենք։ Չի երեքում ու վերջ։ Տեղ ենք առնամ, կոմունալ ենք տալիս, տակին ինչ անեմ։ Իսկ վերջին այս առողջապահական ապահովագրության բարեփոխումից օգտվում։ Դե տեղերը ստանում եմ, ճշմարտ դեղ, ես պերիոդիկ եմ, կոլխիցին եմ ստանում։ Բոլոր դեղորայքը ներառված է այդ ծրագրում, թե կան։ Դե ինչ կա, ստանում եմ արված, մենակ ասենք մեկը չկա։ Բա ես եմ արվում։ Թե չմնացածը գող եք այդ մասին։ Քան են տալի, որ վերիքի։ Որ ասեմ վերիքը մա կհավատա։ Իսկ 20% հետ վճարի մասին։ Հա ինչ։ Այդ 20%-ը որ ինչ պետք է անի։ Բան պետք է փոխվի դրանից։ Այսօրվա գներով ինչ փոխես։ Որովհետև երեխաներս էլ են օգնում, ես չեմ դժգոհում։ Իսկ եթե չօգնեին միայն ձեր գումարով, Էլի ոչինչ, չեմ դժգոհում։ Ես էլ իմ սիրուն հարևանում թողնիկ։ Առողջ կնիկ եմ։ Որ առողջականներից լավն է, մեզ հերքը։ Իսկ եթե դեղի տանք, բնական բան է, որ չի հերքը։ Բայց եթե քանի տարի սենց կձգենք առողջականով չգիտենք։ կենսական նվազագույն կարիքներին չի բավականացնում։ Չէ, ես միայնակ եմ ապրում, ամուսինս մահացել է, երեխաներս մոտս չեն, մի տղա ունեմ, աղջիկս ամուսնացած է, մենակ եմ։ Չէ, չի հերիքը։ Իսկ 20% հետ վճարի մասին ինչ կասեք, ինչ կարծիք ունեք։ Դե ինչ ասեմ, ժողովուրդը բոլորն էլ ուզում են, որ գումարը ձեռին էլի իր սրտով, բայց դե ստիպված մեզ ամենքից մի քիչ մի բան ու վсё։ Էտա։ Հա, այս հանկարծ տելևիզոր չգցին։